Նիկոլը աղանդավոր է, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը ժամանակին իշխանության գալուց հետո բազմիցս իր Facebook-յան էջում տեղադրել է կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները եւ գովազդել է դրանք։ Ես սկրինները պահած ունեմ եւ հաջախակի դնում եմ իմ Facebook-յան էջում որպես աբացույց։ Այս դուք սրանց երգը լսել եք հիմա։ Այս երգը, որ երգում եմ, Այո։ լրիվ աղանդավորական, ավելի ճիշտ է ասել, բողոքական եկեղեցիներում ուրեմն այդ ձևաչափով ու ներկայացված երգ է եւ երաժշտություն է։ Այո։ Բացի այդ, սա այս քրեական գործի նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի եպիսկոպոսների մեծ մասը 2026 թվականի փետրվարի 16-ից 19 մասնակցի Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովին։ Քրեական գործը հարուցել են դիդավորյալ, որպեսզի հիմա նույն դատախազությունը միջնորդի դատարաններին եւ արգելանք տնի կաթողիկոսի եւ այլ եպիսկոպոսների, ովքեր հոգեվոր խորհրդի անդամներ են, մասնակցելու Ավստրիայում տեղի ունենալիք եպիսկոպոսատ ժողովին։ Սրանով նրանք փորձում են տաբալել եպիսկոպոսատ ժողովուրդը, որովհետև իրենք 100% համոզված են, որ 57 եպիսկոպոսների պարզ մեծամասնությունը դեմ է դուրս գալու Նիկոլ Անհողին եւ Նիկոլ Անհողը տաբալելու է իր այն տգետ, մանիպուլյատիվ եւ խուլիգան թեզը, թե ինքը ներկայացնում է մեծ քանակությամբ քահանաների եւ նրանց ուրեմն շահերն է պաշտպանում։ Այն պարագայում, երբ որ մենք բոլորս գիտենք, որ նույնիսկ այս 10 քեպիսկոպոսների, ես նրանց քեպիսկոպոս եմ արդեն ասում, այս 10 քեպիսկոպոս տիրադավներից նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդը Տերդերյանը դրժել էր իր ստորագրությունը եւ պատրաստվում էր մասնակցել ուրեմն Ավստրիայում տեղի ունենալիք Սանկտ Փյոլենում տեղի ունենալիք ուրեմն եպիսկոպոսատ ժողովին։ Իդեպ նաև նշեմ, որ այդ անասունությունը էին փորձում տգետ մասայի մոտ առաջ տանել, թե այդպիսի բան անել չի կարելի, եպիսկոպոսատ ժողովը պետք է պարտադիր լինի Հայաստանում։ Ես որպես պատմաբան նաև նշվեց բազմաթիվ օգտատերերի կողմից, որ վերջին անգամ նախ եպիսկոպոսատ ժողովը տեղի ունեցել վերջին չէ 1956 թվականին Կահիրեում է տեղի ունեցել եւ այն նախաձեռնվել է Վազգեն Վերհապարի կողմից, իսկ դրանից առաջ էլ բազմաթիվ օրինակներ կան եւ եպիսկոպոսատ ժողովը որտեղ ուզենան այնտեղ էլ կան։ Ի տարբերություն, ասենք, Գերագույն հոգեվոր խորհրդի կամ այլ ժողովների, դրանք բոլորը պետք է մայրաթոռում տեղի ունենան։ Նիկոլը վախենում է, որ եպիսկոպոսատ ժողովը ամբողջությամբ կներկացնի իր սնանկ ու կեղծ թեզերը, որ ինքը պայքարում է քահանաների եւ հոգեվորականների դեմ, այլ ոչ թե հայ առաքելական սուրբ եկեղեցու, որովհետեւ եթե եպիսկոպոսատ ժողովը տեղի ունենա եւ այնտեղ ընդունվի հագանիկոլական հռչակագիր, դա ամբողջությամբ նույնիսկ իր տգետ երկրպագուների մոտ կցրի այն թեզը, որ Նիկոլը պայքարում է կաթողիկոսի դեմ։